Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, այսօրվա հարցազրույցը սկսենք Հայաքվե քաղաքական միավորման, այսպես ասած, հայտարարությունից։ Հայաքվեն պաշտոնական նամակ կոչով է դիմել Եվրոպական միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին եւ խնդրել է վերանայել իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ըստ Հայաքվեի, սա կարող է անհավասար պայմաններ ստեղծել նախընտրական շրջանում իրենց կարծիքով Եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչները տարբեր երկրների ղեկավարներ, այսպես ասած, ուղիղ կամ ոչ ուղղակի աջակցելու են քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին, իրենք սա դիտարկում են, որ արդար ժողովրդավարական մրցակցային սկզբունքները խաթարվում են։ Ընդհանուր առմամբ հայտարարությանը անդրադառնանք հետո նաեւ քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ դրա կարեւորությանը։ Տեսեք, ես չեմ կիսում այն տեսակետը, որ երբ որ արտաքին ինչ-որ ուժերի կողմից ուղիղ ձևով, հրապարակային ձևով աջակցություն է հայտնվում այս կամ այն երկրի ինչ-որ ուժին, դա խախտում է դեմոկրատական մրցակցության ազատ պայմանները։ Մենք հիմա ապրում ենք այնպիսի մի աշխարհում, այնքան շատ ենք փոխկապակցված միմյանց հետ, տարբեր երկրների մակարդակով, ժողովուրդների մակարդակով, որ ուղղակի անհնար է խուսափել, ամբողջությամբ խուսափել նրանից, որ ասենք ինչ-որ մի երկրի ղեկավար կարող է աջակցություն հայտնել այլ երկրի քաղաքական ուժերից մեկին։ Ես հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ուրեմն Միացյալ Նահանգների փոխնախագահը J.D. Vance-ը ընտրություններից անմիջապես Հունգարիայում ընտրություններից անմիջապես առաջ, մի քանի օր առաջ գնացել էր Հունգարիա եւ ուղիղ աջակցություն էր հայտնում Օրբանին եւ կոչ էր անում հունգարացիներին ընտրել ուրեմն Օրբանի կուսակցությանը, բայց արդյունքում Օրբանը հավաքեց շատ ավելի շատ քիչ ձայներ, քան թե կանխատեսում էին այդ սոցիոլոգիական հարցումները, այսինքն J.D. Vance-ի այցը շատերը կարող են մեկնաբանել նաև, որ հակառակ էֆեկտ է ունեցավ։ Ասածիս միտքը նա է, որ նման աջակցություններ իհարկե լինելու են, բայց որոշողը միևնույնն է, քաղաքացին է, եւ ինչ որ տեսակետից քաղաքացու համար լինի դա Հայաստանի քաղաքացին, Հունգարիայի քաղաքացու համար միգուցե ավելի լավ է, որ ինքը իմանա, թե երբ որ ընտրում է այս կամ այն ուժին, այդ ուժին արտաքին աշխարհում ինչպես են վերաբերվում, ինչպես են նայում այդ ուժին։ Տեսեք, նույն Ռուսաստանի Դաշնության նախագահը, երբ որ խոսեց Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ռուսամետ ուժերի մասին եւ իր բացահայտ աջակցությունը հայտնեց, ես այդտեղ էլ ինչ որ շատ վատ բան չեմ տեսնում։ Ռուսաստանի կողմից վատ քայլերը այն է, երբ որ նրանք անօրինական ճանապարհներով փող են ուղարկում Հայաստան, կեղծ լուրեր են անընդհատ տարածում, այդ հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի նկատմամբ, այսինքն երբ որ հրապարակային է ամեն ինչ եւ ուղիղ է ասվում, այնպես ինչպես որ J.D. Vance-ն է անում։ Այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է կոնկրետ եվրոպական քաղաքական համայնքին, նրանք ես ասեմ, որ իրենք շատ իրականում զսպված են եւ իրենց գալով իրենք ես վստահ եմ, որ չեն անելու այնպիսի բացահայտ աջակցության հայտարարություններ, ինչպես որ J.D. Vance-ն է անում, հա։ Իրենք միշտ էլ աշխատում են առավելագույնս զսպված լինել, այնպես որ իրենց ասածը եւ խոսքը հանկարծ չմեկնաբանվի, ինչ որ որևէ քաղաքական ուժի կողմից որպես այդ քաղաքական ուժին աջակցություն, բայց ես չեմ կարծում, թե այստեղ ինչ որ մեծ խնդիր կա։ Ավելի հետաքրքիր է այդ հայտարարության ենթատեքստը այն իմաստով, որ այդ հայտարարությունը տարածողները մենք գիտենք, որ իրենք դեմոկրատական արժեքներ չեն կիսում եւ ուրեմն իրենք այնուամենայնիվ փորձում են կանխել այդ Եվրամիության քաղաքական գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, որովհետև ընկալում են, որ դա կարող է հայաստանցի ընտրողներին
հայաստանցի ընտրողների աչքում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ ուժին ավելի լավ ձևով ներկայացնել, հա, հայաստանցի ընտրողները կարող են նայել, որ Նիկոլ Փաշինյանին Եվրամիության ղեկավարները աջակցում են, սա լավ է, գնանք ընտրենք Նիկոլ Փաշինյանին, հա, այսինքն իրենք այդպիսի մի մտահոգություն ունեն, բայց ես էլ ասեմ, որ եթե հայաստանցի ընտրողները իսկապես նշանակություն տալու են նրան, թե Փաշինյանին Եվրամիության ղեկավարները ինչպես են վերաբերվում, եւ որ գնալու են իրենց ընտրությունը կատարելու, դա լավ բան է, ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, ես ուրախ կլինեմ, որ հայաստանցի ընտրողները, երբ որ ընտրություն են կատարում, նաեւ դա նկատի ունենան, որ այո, այս ուժին աջակցում է ուրեմն Եվրամիության ղեկավարությունը կամ Արևմուտքը ընդհանրապես, իսկ այս ուժին աջակցում է Վլադիմիր Պուտինը, ես այստեղ վատ բան չեմ տեսնում։ Պարոն Մանուկյան, քանի որ խոսեցիք ապատեղեկատվական արշավներից, տեսեք, հենց այսօր, այսպես ասած, թարմ ռուսաստանցի հայազգի մեդիա մագնատ Արամ Գաբրիելյանովը հայտարարում է, որ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ պաշտոնական այցը Երևան, Ադրբեջանի փոխվարչապետի, կապ ունի 300,000 ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու հետ, թեև լուրը արդեն հերքվել է ու պարզ է, որ սա հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ է, բայց այնուամենայնիվ վերջին շրջանում շատ ենք տեսնում, շատ ենք հանդիպում նման լուրերի, օրերս խոսում էին Լոռու մարզի գյուղերից մեկը, այսպես ասած Ադրբեջանին հանձնելու մասին սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդյունքում, ինչը պարզվեց կրկին սուտ է, որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Բաքվից նույնպես աջակցելու են այս ուժին եւ գերիներ են վերադառնալու, այնինչ պարզվեց լիակատար սուտ է եւ այստեղ էլ էլի ավելի շատ խանգարում են գործընթացին, որովհետեւ գիտեք գերիների թեման ինչքան նուրբ թեմա է։ Հասկանանք ինչու է սա արվում, նպատակը որն է։ Դե նոր բան չկա այստեղ, փորձում են վարկաբեկել Հայաստանի գործող իշխանություններին, որպեսզի այդ ֆոնի վրա պրոռուսական ուժերը ինչ որ կարողանան ավելի շատ ձայներ ստանալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եւ այո, դա անում են կեղծիք տարածելու միջոցով, սուտ տարածելու միջոցով, ինչպես գիտեք, նաեւ շատ անօրինական գումարներ են մտնում Հայաստան, այս մասին էլ է խոսակցություն եղել, որոշ հայտարարություններ արդեն արվել են, որ կան տեղեկություններ, որ մեծ քանակի ուրեմն գումարներ են գալիս Հայաստան, կարծեմ մի դեպք նույնիսկ բացահայտվել է, երբ որ քեշ ռուսական փող է ուրեմն մտել Հայաստան, այս ամեն ինչի ֆոնին բնականաբար հասկանալի է ինչ է կատարվում, բնականաբար Ռուսաստանը շարունակելու է այդ ձևով իր աշխատանքը եւ ես կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել եւ զգացվում է, որ Հայաստանի ինստիտուտներն են պատրաստվում դրան, որ ոչ միայն նախընտրական շրջանում, նաև այլ հետընտրական շրջանում այդ կեղծ լուրերի էֆեկտը Հայաստանի հանրության վրա նվազագույնի հասցվի։ Իսկ նաև հետընտրական որոշ գործողությունների մասին են խոսում գործընթացների, պարոն Մանուկյան, արդեն իսկ հայտարարում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն լինելու կամ լեգիտիմ չեն, ընտրությունները դեռևս չեն կայացել, բայց ընտրությունների լեգիտիմության վրա որոշակի, այսպես ասած, ստվեր են փորձում նետել որոշ ուժեր եւ հետընտրական ինչ-որ գործընթացների մասին են խոսում, դա ինչ միտում ունի։ Ես ինչքան որ նկատել եմ, հիմնական մասնակցող ուժերը նույն պրոռուսական հիմնական ուժերը, այսպես ասենք, ուրեմն ուժեղ Հայաստանը, Քոչարյանը, նրանք ուղիղ հայտարարում են, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելը հնարավոր է, եւ երբ որ նրանք այդպիսի հայտարարություն անում են, իսկ դա ճիշտ է, ես էլ եմ ասում, որ ընտրություններով շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա վարչապետ։ Ուրեմն երբ որ իրենք նման հայտարարություն անում են եւ կենտրոնացած են այս նախընտրական process-ի վրա ամբողջությամբ լիարժեք տրված են քարոզարշավի վրա, կարողանում են ամբողջությամբ իրենց ասելիքը հանրությանը ներկայացնել, իրենց լրատվամիջոցների միջոցով, իրենց աջակիցների միջոցով, հանրահավաքներ կազմակերպելով եւ այլն, երբ որ իրենք այս ամեն ինչը կարողանում են անել, հետո ընտրություններից հետո, եթե պարտվում են, դրանից հետո հայտարարելը թե ընտրությունները կեղծվել են, այն դեպքում, երբ որ Հայաստանում ընտրությունները մենք գիտենք ոնց են անցնում, բոլորի աչքի առաջ են եւ եթե կեղծվում են, հանրությունը դա շատ արագ տեսնում է։ Շատ վստահելի
ուրեմն աղբյուրների հիման վրա հանրությունը տեսնում եւ հասկանում է կեղծված են թե կեղծված չեն։ Եվ եթե ընտրությունները չեն կեղծում, իսկ իրենք այդպիսի տպավորություն են փորձելու ստեղծել թե ընտրությունները կեղծված են եւ իրենք պարտվել են այն պատճառով, որ ընտրությունները կեղծվել են, դա ես կարծում եմ չաշխատող ուրեմն չաշխատող մարտավարություն է իրենց կողմից ի վերջո ցախողվելու է, բայց քանի որ իրենք աջակցվում են Ռուսաստանի կողմից, ռուսական գաղտնի ծառայությունների կողմից եւ ոչ միայն գաղտնի ծառայությունների կողմից, ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձելու է այնուամենայնիվ անկայունություն հրահրել Հայաստանում, ինչ որ չափով ֆինանսավորելով ու աջակցելով այնպիսի շատ ագրեսիվ, բայց շատ փոքրամասնություն կազմող ինչ-որ քաղաքական խմբակների, որպեսզի նրանք այդ թվում նաև ինչ որ ռազմական ճանապարհով կամ բռնություններով փորձեն ինչ որ խժդժություններ հրահրել Հայաստանում։ Հիմա Հայաստանի իրավապահ համակարգը պետք է կարողանա այս ամեն ինչի դեմը առնել, եւ ես կարծում եմ, ես մեծ վստահություն ունեմ, որ այս առումով Հայաստանի իրավապահ համակարգը այդ հետընտրական հնարավոր խժդժությունների բանի առումով կկարողանա առնել հատկապես որ Եվրամիության կողմից արդեն մասնագետներել են ուղարկվել նրանք մնալու են նաև ընտրություններից հետո որպեսզի օգնեն Հայաստանին այդ հնարավոր հիբրիդային հարձակումները հետընտրական process-ում չեզոքացնել բայց շատ ավելի հետաքրքիր բան է կատարվում նախընտրական իրավիճակում երբ որ մենք տեսնում ենք այս ձերբակալությունները եւ իսկապես այս նախընտրական իրավիճակը կարող է ի վերջո տանել նրան, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի։ Ինչ նկատի ունեք, պարոն Մանուկյան։ Տեսեք, ես նկատի ունեմ, որ ինչը հիմա կատարվում Հայաստանում։ Մենք ամեն շաբաթ առնվազն գոնե մի անգամ տեսնում ենք ինչ որ մի ընտրական խախտման, մեր օրենսդրության խախտման դեպք, հա, մի քանի օր առաջ Կանզասը ձերբակալվեց, ուրեմն կաշառք տալու հստակ ասում են, այո, կաշառք տալ ստանալու մեղադրանքով։ Այո, կաշառք տալ ստանալ մեղադրանքով։ Տեսեք, հիմա գլխավոր հարցը հետեւյալն է։ Այս բացահայտումները կկարողանան կանխել կամ ինչ չափով կկարողանան կանխել հետագա նման չարաշահումները, որովհետև սովորաբար ընդունված է համարել եւ դա բնական է, շատ նորմալ է, որ երբ որ մեկին բռնում ես հանցագործության մեջ, մի 100 հոգու վախեցնում ես եւ պոտենցիալ հանցագործություն անելու մտադրություն ունեցող մի 100 հոգի այլևս զսպված են պահում իրենց եւ չեն անում հանցագործություն։ Բայց հիմա այնքան շատ են այս բացահայտումները եւ մենք էլ գիտենք որ այնքան մեծ կոպիտ ասած ստավկեք են դրված այս ընտրությունների վրա, հա, հատկապես որ եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում որ Սամվել Կարապետյանը կարող է բոնուս դառնալ ընտրություններից հետո պարտվելու դեպքում բնականաբար նա շահագրգռված կլինի ինչքան հնարավորություն ունի, ինչքան փողեր ունի ծախսել այս ամեն ինչի վրա։ Հիմա տեսեք, կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ինչքան էլ Հայաստանի իրավապահ համակարգը բացահայտի նման դեպքերը եւ կանխի նման դեպքերը, միևնույն է խախտումների ծավալը այնքան մեծ լինեն, որ ֆիզիկապես ուղղակի մեր իրավապահ համակարգը չկարողանա այդ բոլորի դեմը առնել, հա։ Պատկերացրեք, եթե ամեն օր, չգիտեմ, ամեն օր, ասենք մի 100 հատ այդպիսի ընտրախախտում է տեղի ունենում։ 100 հատ։ Ոնց է հասցնելու մեր իրավապահ համակարգը բոլորի հետևից գնալ, բոլորին գաղտնալսել։ Ես չեմ ասում, որ շատ բաներ չեն կարող գաղտնալսվել, հա։ Իրենք կարող են սովորել հիմա այնպիսի ծրագրեր ու հավելվածներ օգտագործել, որ հնարավոր չլինի գաղտնալսել, հա։ Այդ դեպքում, եթե ընտրական խախտումների ծավալը, մասշտաբայնությունը շատ մեծ է լինում եւ նրանք հսկայական միլիոնների փողեր են ծախսում այս ընտրությունների վրա, կարող է լինել մի իրավիճակ, որ արդեն պետք է կողմնորոշվել կամ Հայաստանի իրավապահ համակարգը, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև դիմում է դատարան այդ քաղաքական ուժի ուրեմն ընտրություններին մասնակցությունը կասեցնելու հարցով եւ դատարանն էլ ըստ այդմ կողմնորոշվում է, կամ էլ եթե չի կարողանում այդ ձևով կանխել ուժեղ Հայաստանի մասնակցությունը, ստացվում է, որ իրանք կարողանալու են շատ փողեր ծախսել, իսկ եթե իրանք կարողացան այդպես շատ անօրինական փողեր ծախսել, չի բացառվում, որ
ուրեմն կարողանան այդ բոլոր նախկինները միասին ավելի շատ ձայն հավաքել, քան թե Նիկոլ Փաշինյանը, այնպես որ ես այստեղ եմ տեսնում գլխավոր վտանգը։ Այսինքն դուք կարծում եք, որ այնուամենայնիվ այդ ուժերը որքան էլ որ հայտարարում են, որ չեն միանալու, գնալու են միավորվելու ճանապարհով եւ միասին ավելի շատ ձայներ ստանալու ճանապարհով քաղաքացիական պայմանագրին հաղթելու իրենց ծրագիրը դա է։ Բայց այնուամենայնիվ, պարոն Մանուկյան, հասկանանք նաեւ թե ձայները ինչպես են հետո կիսելու իրար մեջ, այսպես ասած, ով է լինելու իրենց հավաքական վարչապետի տեխնացուն։ Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ իրենք այո միասնաբար ավելի շատ ձայներ են ստանում։ Տեսեք, երբ որ ասում եմ միասնաբար ավելի շատ ձայներ ստանալու են, հենց դա էլ նկատի ունեմ, որ իրենց ստացած ձայները, եթե միասին գումարենք, ավելի շատ է լինելու, քան քաղաքացիական պայմանագրի ձայները։ Բայց դա չի նշանակում, թե այդ իրենց մեջ եղած այդ հակասությունները, այդ իրար ատելու երևույթները գոյություն չունեն։ Իհարկե, այդ ամեն ինչը կա։ Բայց դա այնքան չէ, որ իրենք խորհրդարան անցնելուց հետո չկարողանան միավորվել։ Ճիշտ այնպես, ինչպես որ Գյումրիում հակասությունները կային այդ տարբերությունների միջև, բայց վերջում միավորվեցին ընդդեմ քաղաքացիական պայմանագրի։ Սա է ընդամենը իմ ասածը, այսինքն ես չեմ ասում, թե իրենք հենց սկզբից որոշել են հիմա եւ այդպես ձևեր են անում, թե իրենց մեջ հակասություն կա։ Ես կարծում եմ, որ կա իրականում իրար մեջ հակասություն, այնտեղ հազար ու մի հարցեր կան, մեկը մյուսին նախանձելու, ատելու, մեկը մեկին ինչ որ մի բան արել է դուրը չի եկել եւ այլն, բայց դրանք սա երկրորդական կդառնան, երբ որ նրանք բոլորը միասին այդ պրոռուսական քրյա օլիգարխիկ ու կոռումպացված ուժերը միասին, եթե հավաքեն ավելի շատ ձայն, քան քաղաքացիական պայմանագիրը։ Իրենց վարչապետը ով է լինելու, քանի որ Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է, Սահմանադրության հետ խնդիր ունի, ուժեղ Հայաստանի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, մյուս կողմում Ռոբերտ Քոչարյանն է, Գագիկ Ծառուկյանն է, այնուամենայնիվ ում շուրջ են կոնսոլիդացվելու այս ուժերը, եթե հիպոթետիկ էլի պատկերացնենք, որ իրենք միասնաբար ավելի շատ ձայներ կունենան։ Դա կախված կլինի երկու հանգամանքից։ Առաջինը, այդ ուժերից ով ավելի շատ ձայն կհավաքի, սա շատ կարևոր է, եւ երկրորդը, ինչ կասեն նրանց Մոսկվայից։ Դրա համար, որ ես հիմա դժվարանում եմ ասել։ Ես օրինակ չեմ կարող ասել Քոչարյանը ավելի շատ կհավաքի, թե ուժեղ Հայաստանը։ Ես մենակ կարող եմ ասել, եթե թույլ չտրվի ուժեղ Հայաստանին շատ փող ծախսել անօրինական ձևով, եթե մեր դատական համակարգը կարողանա եւ իրավապահ համակարգը կարողանա թույլ չտալ նրանց անօրինական փողեր շատ ծախսել, այդ դեպքում նրանք կարող են նվազագույն շեմներ չհաղթահարեն։ Բայց դեպքում կարող է Քոչարյանը շատ առաջին լինի։ Կամ իրանք ընդհանրապես կարող է նվազագույն շեմը հաղթահարեն, այնքան որ անցնեն կարողանան խորհրդարան ու Քոչարյանը ավելի շատ ձայն հավաքի, այդ դեպքում բնականաբար բոլորը Ռուսաստանից էլ կասեն, որ Քոչարյանին պետք է գնանք ընտրեք, կգնան Քոչարյանին կընտրել։ Բայց չի բացառվում, որ նաև Քոչարյանը չկարողանա նվազագույն շեմը հաղթահարել, հա։ Քոչարյանը եթե չկարողացավ նվազագույն շեմը հաղթահարել կամ եթե ավելի քիչ ձայն հավաքեց կան Նարեկ Կարապետյանի ուժը, այդ դեպքում արդեն ամեն ինչ կախված կլինի թե Մոսկվայում ով ավելի ճարպիկ կգտնվի, ով ոնց կկարողանա համոզել եւ Սամվել Կարապետյանին Մոսկվայից ինչ կհրահանգի։ Եվ նախընտրական շրջանում, պարոն Մանուկյան, ինչքան որ հետևում եք, լսում եք ամենատարբեր ուժերի կողմից հայտարարություններ իրենց ծրագրերի, իրենց գաղափարների մասին, ինչ եք կարծում, ինչի շուրջ է դիսկուսը, որովհետև օրինակ իշխող ուժից հայտարարում են, որ սա պատերազմի եւ խաղաղության միջև երկընտրանք է, ուժեղ Հայաստանից ասում են, որ դա շանտաժ է, եթե իշխող ուժը գա, այդ դեպքում պատերազմ կլինի, տնտեսական պատերազմի մասին է խոսքը Ռուսաստանի հետ, իրենք էլ մեկ այլ մանիպուլատիվ թեզ են առաջ քաշում, որ եթե օրինակ նույն ռուսական ուժերին չընտրեն, ապա ավելի շատ դեպի Թուրքիա կամ դեպի Ադրբեջան են շարժվելու, այսինքն երկընտրանք են նաև առաջարկում իրենք։ Հիմա ընդհանուր առմամբ ըստ ձեզ ինչ է կատարվում եւ ինչ գաղափարական, այսպես ասած, դիսկուսներ եք տեսնում, եթե այդպիսիք կան։ Մինչև իշխող քաղաքացիական ուժի կողմից հայտարարել է, որ այս ընտրությունները պատերազմի ու խաղաղության երկընտրանքի մասին են, ես արդեն ասել էի այդ մասին։ Ինձ համար դա պարզ էր անցած տարվա օգոստոսի 8-ից անմիջապես հետո։ Ես դրանից անմիջապես հետո արդեն ասում էի, որ այս տարվա ընտրությունները լինելու են պատերազմի ու խաղաղության երկընտրանքի
շուրջ դա լինելու է ամենագլխավոր հարցը։ Եվ այդպես էլ այո կա, եթե քաղաքացիական պայմանագիրը կարողանում է վերընտրվել, սա նշանակում է, որ հանրությունը ոչ միայն ընտրում է խաղաղության այն ուղին, որը այս պահին իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից, այլ նաև խաղաղություն ուզում է հենց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում, որտեղ մենք գիտենք, որ մի քանի այնտեղ կուսակցություններ նաև ընդդիմադիր կան, որոնք դեմ չեն այս ընտրված խաղաղության կուրսին, բայց հանրությունը հիմա իր գնահատականը կտա, թե ինչքանով է վստահում, որ Նիկոլ Փաշինյանի ուժը կկարողանա ավելի լավ իրագործել այն, ինչ արդեն իրագործում է, համեմատած այն ուժերի, որոնք էլի դեմ չեն խաղաղությանը, բայց ուրեմն հանրության մոտ ես կարծում եմ այդքան վստահություն չկա, որ այդ մարդիկ կարողություն ունեն խաղաղության Պարոն Մանուկյան, օրինակ ուժեղ Հայաստանը ասում է, որ իրենք պիտի վերաբանակցեն, իրենք պիտի երաշխավորի ինստիտուտ բերեն, ինչին, եթե չեմ սխալվում, ադրբեջանական կողմից արդեն իսկ արձագանք եղել է գոնե ներքին խողովակներով, որ իրենք դա չեն ընկալում եւ չեն ընդունում այդ երաշխավոր ասվածը, շատ ավելի ընկալելի է իրենց համար ուղիղ երկխոսությունը, այսինքն դա չի նշանակում, որ անուղղակի կերպով հայտարարես, որ տապալելու ես խաղաղության գործընթացը, երբ հայտարարում ես, որ վերաբանակցելու ես եւ երաշխավորի ինստիտուտ ես բերելու եւ նաեւ իրենց աջակիցներից մարդիկ են եղել, որ ուղիղ տեքստով հայտարարել են, որ իրենք պատերազմով հետ են բերելու Արցախը։ Այո, ես կարծում եմ, երբ որ իրենք երաշխավորի մասին խոսում են, անուղղակի ձևով չեն ասում, շատ էլ լավ ուղիղ են ասում, ուղղակի մտածում եմ, որ հնարավոր կլինի մոլորեցնել հանրությանը եւ հանրությունը չի պատկերացնի, որ սրանք իշխանության գալով ուղիղ գծով Հայաստանը պատերազմի են տանելու, հենց սա է, այո։ Դրա համար քաղաքացիական հանրության լրագրողների գործը հենց նա է, որ այս ամեն ինչը բացահայտ ուրեմն վերհանվի եւ ցույց տրվի հանրությանը, որ չկա որևէ մի տարբերակ, երբ որ այդ պրոռուսական ուժերից որևէ մեկը կամ բոլորը միասին գան իշխանության եւ Հայաստանը նոր պատերազմի շեմին չկանգնի։ Ես ուղղակի բացառում եմ, նման հնարավորություն չի կարող լինել։ Ով էլ լինի, Քոչարյանը լինի առաջի տեղով, հետո ուժեղ Հայաստանը դրան միանա այն մյուս Բարգավաճ Հայաստանի հետ, թե Բարգավաճ Հայաստանը առաջի տեղով լինի այն մյուսը միանա, թե երրորդ տարբերակը լինի, բոլոր դեպքերում նրանք ձախողելու են հաստատված խաղաղությունը, մենք նորից սկսելու ենք սահմանի վրա անընդհատ զոհեր ու կրակոցներ ունենալ եւ Ադրբեջանը ինչ որ մի պահի կարող է որոշել, որ արդարացված կլինի եւ կհաջողի ինքը Սյունիք որ մտնի, վերցնի, քանի որ այդ պահին արդեն Հայաստանը չի էլ ունենա արևմուտքի աջակցությունը եւ այս ուժերը Ռուսաստանի հույսին մնալով եւ Հայաստանում ինչ որ դերակատարություն ունենալը Ռուսաստանի հետ իրենց քաղաքական ապագան ստեղ ինչ որ ապահովելու համար Ռուսաստանի հետ ինչ որ հույսեր կապելով Հայաստանը տանելու են նոր պատերազմի, ես դրանում որևէ կասկած չունեմ։ Հարցը այն է, թե ժամկետների հարցը երբ կլինի։ Դա հիմա Նիկոլ Փաշինյանը գնահատում է, որ դա կարող է սեպտեմբերին լինել, ես չեմ բացառում, որ դա կարող է լինել, ասենք, մի տարի կամ 2 տարի հետո։ Եվ պարոն Մանուկյան, այս նաև իրենց մեդիա փուչիկին անդրադառնանք, որովհետև քիչ չեն հայտարարություններ այն մասին, որ հունիսի 8-ին արդեն վարչապետ է լինելու Սամվել Կարապետյանը, պարբերաբար խոսում են այդ մասին, հայտարարում են, անգամ ինքը Սամվել Կարապետյանն ասում էր, որ ունի 100% վստահություն, որ ժողովրդի աջակցությունը իրենն է լինելու, 100%-ով համոզված է, որ ինքն է անցնելու մեծամասնություն կազմելու, 100% կազմելու։ Այնուամենայնիվ հասկանանք նաև սա ինչ միտում ունի, գիտեք նաև Սամվել Կարապետյանի որդին հորդորում էր Մակրոնին չհանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ հանդիպել իր հոր հետ, քանի որ արդեն իմաստ չունի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը։ Լուրջ են նման հայտարարությունները։ Չէ, անլուրջ հայտարարություններ են դրանք իհարկե, բայց նախընտրական հնարքների շարքից են, այսպես ուժեղ Երևանու շարքից են, հիշում եք 2021 թվականից առաջ ընտրություններին Քոչարյանի թիմը անդադ գրում էր մնաց, չգիտեմ 30 օր, 29 օր եւ այլն։ Ամեն օր այդպեսի ինչ որ մի հատ բաներ են գրում։
նույն նախընտրական հնարքի շարքից է։ Ես ասում եմ, իրենց այդ ուժին ամեն ինչ կախված է նրանից, ինչքան անօրինական փող կկարողանան ծախսել։ Շատ կարողացան ծախսել, ավելի շատ ձայներ կհավաքեն։ Ընդհանրապես չկարողացան ծախսել, ընդհանրապես շեմն էլ նվազագույն չեն հաղթահարել։ Ուժի դրսևորում է առհասարակ պարոն Մանուկյան նաև այդ ընտրակաշարք բաժանել է եւ մարդկանց շահագրգռել է, որ իրենց հավաքներին մասնակցեն։ Հիմա էլ հայտարարում են, որ մայիսի 8-ին ուժեղ հանրահավաք են անելու եւ անգամ այդպես արդեն խոսում են այն մասին, որ այո, իշխող ուժը կրկին վախեցած է, ինչպես իրենք սիրում են հաճախ կրկնել։ Թող ասեն այն անեկդոտի նման, որ ասում է դու էլ ասա, հիմա այդ իրավիճակն է, էլի նախընտրական հնարքի շարքերից է, բայց մենք տեսնում ենք դա իրենց ուժը անօրինական քրեական ուրեմն միջոցներն են։ Դա է իրենց ուժը։ Հիմա հարցը նրանում է այդ մաֆիա կարելի ասել, այն ինչ որ մաֆիոզ մեթոդներով աշխատելու ձևեր են, որը գալիս է Ռուսաստանից։ Ռուսաստանը այլանդակ երկիր է։ Այդ նույն բարքերը իրենք հիմա փորձում են ուրեմն Հայաստանում պարտադրել նկատի չունենալով կամ ըստ արժանավուն չգնահատելով այն հանգամանքը, որ Հայաստանում հեղափոխություն է եղել։ Հայաստանում էլ են եղել, չէ՞, այդ բարքերը մինչև 2018 թվականը։ Հիմա նրանք իրենց պատկերացրած աշխարհայացքը, իրենց աշխատելու ձևը դա է։ Կար ինչ որ դեռևս ինձ թվում է կա ինչ որ մի փոքր հավանականություն, որ տեսնելով որ իրենց անօրինականությունները բացահայտվում են եւ թույլ չեն տալիս, սկսեն օրինական դաշտ մտնել ամբողջությամբ եւ օրինական դաշտում գործել։ Բայց ես տեսնում եմ, որ շատ քիչ հավանական է, որ նման բան տեղի ունենա նրանց հետ, որտեղ այդ մարդիկ ուրիշ ձև չեն ընկալում այս աշխարհը։ Չեն կարողանում պատկերացնել, թե ոնց կարելի է օրինական ձևերով ինչ որ լավ բաներ անել եւ օրենքի շրջանակներում մնալ, որովհետեւ ամբողջ ուղղությունով այդ ռուսական այլանդակ միջավայրի ծնունդ է։ Եվ քանի որ նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է հայտարարության մեջ խոսել այն մասին, որ խաղաղությունը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ վերջինս զրկվում է մոդերատորի դերից։ Շատ է խոսվում այս մասին, հատկապես պարոն Մանուկյան, այս պատերազմ կամ խաղաղություն, այս դիսկուսի մասին։ Նաև հասկանանք, թե ինչու պետք չէ Ռուսաստանին խաղաղություն տարածաշրջանում, որպեսզի մարդկանց համար էլ ընկալելի լինի։ Այսինքն ինչու Ռուսաստանը շահագրգռված չէ, որ լինի խաղաղություն, այլ հակառակը շահառու է պատերազմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ երկարաժամկետում Ռուսաստանը, այո, շահագրգռված է, որ տարածաշրջանում պատերազմ լինի, որովհետև եթե տարածաշրջանում հաստատվում է խաղաղություն, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները բացվում են, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, Հայաստանի ու Թուրքիայի սահմաններն են բացվում, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, ուրեմն Ռուսաստանը այն ազդեցությունը չի ունենալու, այն մենաշնորհը չի ունենալու իր կամքը Հայաստանի, Ադրբեջանի վրա պարտադրելու, որը որ ուներ մինչև վերջերս։ Սա առաջին հանգամանքն է։ Երկրորդ հանգամանքը նա է, սա այսպես ասած աշխարհաքաղաքական հանգամանքն է։ Երկրորդ հանգամանքը այն է, որ քանի որ Ռուսաստանը շատ վատ երկիր է, կոռումպացված, ոչ դեմոկրատական, ավտորիտար, ինքը աշխարհին ու ցանկացած այլ երկրի ու ժողովրդի տալու ուրիշ որևէ բան չունի, բացի քրեականացումը, կոռումպացվածությունը, ավտորիտարիզմը եւ այլանդակությունը։ Եվ դա ուրեմն տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդներին դուր չի գալիս։ Բնականաբար մարդիկ ուզում են լավ ապրել այն տեսակետից, ինչ տեսակետից, որ Եվրոպայի ժողովուրդներն են լավ ապրում, հա։ Ուզում ես, որ օրենքի առջև բոլորը հավասար լինեն, ոչ թե այնպես ինչպես Ռուսաստանում։ Մարդիկ ուզում են, որ հանկարծակի ինչ որ 5-րդ, 4-րդ հարկից չընկնեն, ինչը թե մի բան ասեցին, որ իշխանություններին դուր չգա։ Մարդիկ ուզում են այդ ազատությունները, մարդիկ ուզում են ամենակարևորը նյութական բարեկեցությունը, ինչը կարողանում է ապահովել ժամանակակից արևմտյան աշխարհը։ Բնականաբար այդ տեսակետից էլ, երբ որ պատերազմ չի լինում, մարդիկ խաղաղ, ստեղծագործաբար աշխատում են, այդ երկրի ժողովուրդները ավելի լավ աչքով են նայելու արևմուտքին եւ խորանացնելու են արևմուտքի հետ հարաբերությունները, որպեսզի համ ազատ լինեն ավելի, համ նյութապես ավելի բարեկեցիկ լինեն։ Ռուսաստանը չի կարող նման բան ապահովել։ Ռուսաստանը իրենք այդ
միայն իրանց ապահովածը, իրանց տվածը ավտորիտարիզմը, քրեականացումը, կոռումպացվածությունը եւ զանազան այլանդակություններն են։ Իրենք այդպիսի երկիր են։ Դրա համար գրավիչ չեն։ Դրա համար իրենք ուզում են, որ կոպիտ ասած, իրենց կողքը բոլորն էլ անգամ կեղտ լինի, նաև, որ Ռուսաստանի քաղաքացիներն էլ իրենց հիմնական ռոպագանդան որն է, որ իրանք անընդհատ փորձում են համոզել Ռուսաստանի քաղաքացիներին, թե ոչինչ որ դուք կեղտի մեջ եք, մենք կեղտի մեջ ենք, կողքը բոլորն էլ կեղտի մեջ են եւ դա նորմալ երևույթ է։ Սա է իրենց ռոպագանդայի միակ ձևը։ Եվ այդ պետության բնույթն է այդպիսին, որ վանում է ամբողջ նորմալ աշխարհին եւ մարդկանց, ովքեր որ ուզում են նորմալ ապրել, լավ ապրել, ազատ լինել եւ հարուստ լինել։ Պարոն Մանուկյան, եւ վերջում ամփոփելով ես ճիշտ եմ հասկանում, որ պատերազմ եւ խաղաղություն երկընտրանքից բացի նաեւ այստեղ հստակ երկընտրանք է լինելու ավտորիտար համակարգ թե ժողովրդավարական համակարգ։ Այո, բնականաբար, այո, դա էլ է լինելու, բայց հայ ժողովուրդը արդեն միատ 18 թվականին, միատ էլ 21 թվականին շատ հստակ ընտրել է իր ազատ կամքի արտահայտությամբ ժողովրդավարությունը, եւ ես այնուամենայնիվ կարծում եմ, որ ամենաառաջի հարցը հիմա այդ պատերազմի ու խաղաղության հարցն է։ Ժողովրդավարությունը արդեն ընտրված է համարվում։ Բայց այո, եւս մի անգամ, եթե մենք տեսնենք, որ Նիկոլ Փաշինյանի ուժը հաղթում է, սա կլինի եւս մի վերահաստատում Հայաստանի ընտրած ժողովրդավարության ճանապարհը։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանն էր։ Կհանդիպենք։